Իսկ դուք գիտեիք, որ Գաբրիել Սունդուկյանը մեծ սեր եւ հետաքրքրություն ուներ ճարտարապետության հանդեպ։ Գրողի նախագծերով Դերբենդ քաղաքում բացվել է 24 տների հատակագծով նոր փողոց է, հիմնադրվել քաղաքային զբոսայգին։ Սունդուկյանն ի պաշտոնե կազմել է ռուսական եւ հայկական եկեղեցիների հատակագծեր։ Հատկապես աչքի է ընկնում գրողի նախագծով կառուցված Դերբենդի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին, որը կանգուն է մինչ օրս։ 19-րդ դարի այս եկեղեցին ներառված է Դաղստանի Հանրապետության զբոսաշրջային վայրերի ցանկում եւ այս պահին գործում է որպես թանգարան։ Զարմանալի է, բայց փաստ, որ նախկինում Դերբենդի քաղաքային ժամացույցը եւս կառուցվել է Գաբրիել Սունդուկյանի նախագծով եւ հաշվարկներով։ Իր մորը գրած բազմաթիվ նամակներից մեկում գրողն անդրադառնում է այս ժամացույցին։ Մայրիկ ջան, արդեն 1 ամիս է, ինչ ժամացույցը հանձնել եմ ժամագործին։ Իմ բնավորությունը գիտեք, 6 ամիս միտքս շարունակ նրանով էր զբաղված, բայց այնպիսի գործ ստացվեց, որ ինքս չեմ հավատում, թե դա իմ աշխատանքն է։ Ամեն քառորդ ժամին լսվում է 4 փոքր զանգակների ձայնը, իսկ 1 ժամը լրանալու դեպքում զարկում է 33 փթանոց զանգակը։ Տեղական ինժեներները եւ սրանց նման մարդիկ բոլորն էլ մնացել են զարմացած։ Սունդուկյանն այն բացառիկ գրողներից էր, որը համակարգված կրթություն է ստացել։ Չնայած իր ստացած հումանիտար խորքային կրթության, գրողը դեռ վաղ հասակից մեծ հետաքրքրություն է ունեցել ճշգրիտ գիտությունների հանդեպ։ Իր ստացած երկրաչափական գիտելիքները նա հետագայում խորացրել է Թիֆլիսի գիմնազիայում ուսանելիս։ Հետաքրքիրն այն է, որ գրողը 2 տարի առանց վարձատրության երկրաչափություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Սունդուկյանը Թիֆլիսում տասնյակ տարիներ աշխատել է Կովկասի երկաթուղային վարչությունում, որպես տնտեսական մասի ղեկավար։ Նա շատ ջանքեր է ներդրել հայկական դպրոցների բարելավման ուղղությամբ, մեծ եռանդով մասնակցել Թիֆլիսի քաղաքային դումայի գործունեությանը։ Գաբրիել Սունդուկյանի մշտապես սերտ կապը իրականության հետ իր մեծ ազդեցությունն է ունեցել նրա գրական եւ թատերական գործունեության վրա։